Եկեք դդմիկը պատրաստենք այնպես, որ կոտլետից էլ 100 անգամ համեղ ստացվի։ Դե ինչ, մեզ անհրաժեշտ է դդմիկ, մոտ առապես կես կիլոգրամ եմ ես օգտագործել, այն հարկավոր է բարակ շերտատել, հետո աղանել ու թողնել, որ ջուրը դուրս տա։ Ջուրը դուրս տալուց հետո հարկավոր է դդմիկները տեղը տեղին մզել, քամել, որ ամբողջ ջուրը քամվի, վրան ալյուր ավելացնել, համեմունքներով համեմել, կարմիր քաղցր, կծու պղպեղ, սխտորի փոշի, աղ, համեմված աղ եմ ես դրել, հետո տեղը տեղին խառնել, որպեսզի բոլոր դդմիկները ալյուրոտվեն, առանձին ամանում ձուն առանձնացնել դեղնուցի և սպիտակուցի ու մի պտղունց աղի հետ հարել, մինչև այսպիսի կայուն բեզեանման մասսա ստացվի։ Այնուհետև պատրաստի դդմիկները տեղավորել ձվի սպիտակուցի մեջ, նրբորեն խառնել, նախապես տաքացված բուսաօղի մեջ կոտլետի տեսք տալ ու տապակել երկու կողմից կարմրեցնելով։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցիկ նուրբ կոտլետներ են մեզ մոտ ստացվել, անպատմելի համեղ, խրխրթան կեղևով, ներսում համեմված ու փափուկ դդմիկն է ու շատ համեղ է ստացվում մատուցել թթվասերի, սամիթի ու սխտորի թանձրուկով։ Պարտադիր պատրաստեք ու միացեք իմ էջին։